շնորհավորում եմ Եվրոպական համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին և ուսանողներին 25-ամյակի կապակցությամբ, քանի որ կարծեք թե մենք հավաքվել ենք հենց այդ միջոցառումների շարքում և շնորհակալ եմ տիկին Տոնոյանին, տիկին Թադևոսյանին և պարոն Ղազարյանին, որ կազմակերպեցին և մենք այսօր գտնվում ենք նաև տվյալ անձանց ֆակտորով, գործոնով պայմանավորված այստեղ։ Թեման այնպես ստացվեց, երբ որ առաջարկվեց Տոնոյանի կողմից քննարկել հարկադրանքի միջոցները, համընկավ նրա հետ, որ մեր խումբը այդ ժամանակ արդեն ավարտել էր և տպարան էր հանձնել հարկադրանքի միջոցները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում մենագրությունը, որի համահեղինակներն են պարոն Ղազարյանը, պարոն Հովհաննիսյանը, Սամվելը Հակոբյան, և այդ համընկման պայմաններում չէր կարելի բաց թողել նման հնարավորություն, որպեսզի կարողանային քննարկել նաև ժամանակակից Հայաստանում խիստ արդիական հարկադրանքի միջոցները։ Թվում է, թե հարկադրանքի միջոցները շատ է քննարկվել և գիտության կողմից, և հատկապես կալանքի կողմից, կալանքի հետ կապված հարցերը։ Պարոն Նիկողոսյանը բազմաթիվ աշխատանքներ ունի խափանման միջոցների տեսանկյունից, բայց ասեմ ձեզ, ինստիտուտը ինքը ունի հասարակական, քաղաքական նշանակություն, և մենք ամեն օր առնչվում ենք այս հարկադրանքի միջոցների կիրառման հետ և իր ներգործության ինտենսիվությունը մեր նկատմամբ, մարդկանց նկատմամբ բավականին բարձր է։ Ուստի այդ ամբողջ խնդիրների մեջ ես փորձել եմ մի փոքր ավելի նեղ հարցադրում քննարկման առարկա դարձնենք, որ այս վերջի տարիներին շատ է հետաքրքրում, խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք միջդատական վարույթում, մասնավորապես դատական երաշխիքների վարույթում, երբ որ քննարկվում է կալանքի կամ խափանման համտեսխան այլ միջոցների թույլատրելիության հարցը, արդյոք դատարանները իրավասու են ստուգելու մեղադրանքի կամ կարող ձևակերպենք քրեական հետապնդում հարուցելու որոշման օրինականությունը։ Եթե մենք նայենք հետադարձ հայացքով, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կամ մեղադրանքի որոշումը միջդատական վարույթում դատարանների կողմից ստուգելու հարցը եղել է փակված հարց, այսինքն միշտ դրվել է արգելք տաբու, որ միջդատական վարույթում դատարանը որևէ ձևաչափով իրավասու չէ գնահատել հետապնդում հարուցելու կամ նախկին տերմինաբանությամբ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման, այսպես կոչված իրավաչափությունը, զուտ են տրամաբանական հիմնավորման, որ այդ հարցը կքննարկվի հետագայում դատարանում, երբ որ մայր գործը կգնա դատարան, դատարանում կքննարկվի մեղադրանքի և օրինականությունը և այսպես կոչված հիմնավորվածությունը։ Իմ հիմնական թեզը նա է, որ պետք է այստեղ ներկայացնեմ, որ դատական երաշխիքների վարույթում, մասնապես կալանքի կիրառման իրավաչափության ստուգման շրջաններում դատարանը իրավասու են և պարտավոր են ստուգել մեղադրանքի օրինականության, խնդրում չխառնել հիմնավորվածության հետ, ընթացակարգային օրինականության հետ կապված հարցերը, այսինքն գլխավոր թեզը դա է, դատարանը իրավասու է գնահատելու կալանքի կիրառման ժամանակ մեղադրանքի կամ քրեական հետապնդման հարուցման որոշման օրինականությունը և բնականաբար ձեր մոտ հարցը առաջի ծագում է հետևյալ, իսկ որ ձևաչափով նա պետք է այդպիսի հարց քննարկի։ Ներողություն, այդ հարցը իմ կարծիքով պետք է դատարանը քննարկի խափանման միջոցների իրավաչափության առաջին կարևոր պայմանի, այսպես կոչված հիմնավոր կասկածի տրամաբանության մեջ, որտեղ հիմնավոր կասկածը դա ոչ միայն փաստական տվյալներ են, դա ոչ միայն այսպես կոչված բովանդակային հարց է, այլ հիմնավոր կասկածը ունի դատավարական որոշակի ձևակերպում և պետք է հասկանալ, որ դատարանները դրանք սուբյեկտներ են, ովքեր ունեն լիիշխանություն իրենց փոքր վարույթի շրջանակներում, այդ թվում նաև մեղադրանքի ֆորմալ օրինականությունը ստուգելու և գնահատելու տեսանկյունից։ Բացի այն, որ գիտական առումով ես դրա բոլոր բավարար պայմանները տեսնում եմ, ես կցանկանայի
մեր նաև պրակտիկ աշխատողների համար, բացի դոկտրինալ հիմնավորումներից, այս հարցի վերաբերյալ, նաև ներկայացնել մեր սահմանադրական դատարանի այսպես դիրքորոշումները, այնուհետև բարձրագույն դատական խորհրդի որոշումը այս հարցի վերաբերյալ, որպեսզի ավելի պրակտիկ կողմը ներկայացման ավելի այսպես ուժեղ լինի։ Նախ նշեմ ինչի նկատի ունեմ, երբ որ ասում եմ դատարանները իրավասու են ստուգելու մեղադրանքի օրինականությունը ընթացակարգային տեսանկյունից։ Առաջի կարևոր ընթացակարգային հարցը դա նա է, թե արդյոք այն սուբյեկտը իրավասու է, որը որ հարուցել է քրեական մեղադրանք։ Այսինքն քրեական հետապնդում հարուցելու որոշումը կայացվում է բոլորիդ հայտնի անորոշ դատախազի կողմից, եւ եթե դատախազը այն սուբյեկտը չի կամ այն դատախազը չի, որը որ իրավասու է ստուգել հարուցել ներողություն քրեական հետապնդում, ապա հարց է ծագում դատարանում մենք պիտի դա գնահատենք, թե մտնում ենք բովանդակության մեջ, ասում ենք առնչությունը երևաց այդ հետապնդման որոշման մեջ եւ կալանքի հարցը համարում ենք գոնե այդ մակարդակում լուծված անցնում ենք մյուս հարցերի քննարկմանը։ Սա բացառապես ընթացակարգային հարց է։ Այստեղ ոչ մի մեղադրանքի իրավաբանական կողմի կամ նրա հիմնավորվածության հետ կապված ոչ մի հարց չի քննարկվում։ Քննարկվում է պատշաճ սուբյեկտի հարցը, թե արդյոք այդ դատախազը կարող էր անել, թե չէր կարող։ Օրինակ, տարբերակ առաջին հետապնդում հարուցելու որոշումը տեսականորեն պատկերացնենք կայացրել է քննիչը։ Ակնհայտ ընթացակարգային խախտումը։ Հետապնդում հարուցելու մասին որոշումը կայացրել է ոչ թե հսկող դատախազը, կայացրել է վերադաս դատախազը։ Պարզ է, որ այդ իրավասությունը չունի։ Հետապնդում հարուցելու որոշումը կայացրել է դատախազական խմբի անդամը եւ ոչ թե դատախազական խմբի ղեկավարը։ Դատարանները պետք է մտնեն այս հարցի քննարկման մեջ, թե ոնց որ ապացույցների պարագայում ասեն մենք ձևին չենք նայում, մենք նայում ենք բովանդակությունը, պարոն Նիկողոսյանը այս հարցին շատ ուրախ է, որ այդ զեկույցի թեման առաջարկել էր, մենք ոնց հասկացա վիճելու ենք նաև այդ հարցի վերաբերյալ, որտեղ մի փոքր վեճ ունեցել ենք Սլավոնական համալսարանում, ոնց որ թե չի փակվել եւ մենք պետք է այո քննարկելով շարունակենք այդ հարցը, որ կարողանանք սա շատ սկզբունքային հարց է, գիտական ոչ այդքան գիտական հարց է, ինչքան հասարակական քաղաքական նշանակություն ունեցող հարց է։ Սա դատական իշխանության լիիրավության, ինքնաբավության ապահովման կարևորագույն միջոց է, թեև շատ լավ հասկանում եմ, որ մեր հարգարժան դատավորները, պարոն Հայրապետյան, պարոն Նիկողոսյան եւ մյուս դատավորները իրենց պաշտոնով պայմանավորված այդ ինքնասահմանափակման, ես կասեի ավելի ճիշտ ինքնամեկուսացման այդ կարևոր հարցերից դուրս, որովհետեւ ինչքան քիչ շփվենք տենց հարցերից, այնքան ավելի կյանքը հեշտ է ու խնդիրները քիչ են։ Բայց մենք պետք է ակադեմիական առումով եւ նաեւ գործնական տեսանկյունից այս հարցերը քննարկենք։ Իմ խորին համոզմամբ այո, դատարանը, եթե կա նման հարց, պարտավոր է քննարկել քրեական հետապնդման հարուցման ընթացակարգային եւ ոչ թե բովանդակային օրինականությունը։ Մեկ այլ խնդիր կարա լինի, օրինակ հետապնդման հարուցման ընթացակարգերի մեջ մտնում է անձնամխելիության պոշտված անձանց ներողություն անձնամխելիության պոշտված անձանց նկատմամբ հետապնդում հարուցելու առանձնահատկություն։ Գիտեք, եթե անձնամխելիությունի համված չէ, անկախ նայած ֆունկցիոնալ է թե ոչ ֆունկցիոնալ, դատախազը իրավասու չի քրեական հետապնդում հարուցել։ Տեսականորեն մոդելավորենք, որ այնուամենայնիվ դատավորի կամ չգիտեմ, падգամավորի վրա էս կամ անձնամխելիության պոշտված մեկ այլ անձը զրկված չի իմունիտետը անձնամխելիությունը հանված չի եւ կալանքի հարցա դրվում դատարան։ Պետք է դատարանը ստուգի, որ քրեական հետապնդումը հարուցվել է ակնհայտ ընթացակարգային խախտում, հատկապես եթե հաշվի առնենք, որ դա նաև քրեական հետապնդումը դադարեցնելու այս տեսակի խախտում, իմունիտետի այդ խախտումը քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերից մեկն է համարվում։ Ես կարծում եմ, այո, պարտավոր է դա քննարկել, որովհետև դատական իշխանության լիիրավությունը պահանջում է դա անել։ Արդյոք դա դառնալու է դատարանի անմիջական վերահսկողության առարկան։ Իհարկե ոչ, դատարանը անմիջականորեն ուշադրություն դարձրեք խնդրում եմ, չի վերահսկում կամ ուղղակի դատական վերահսկողություն չի իրականացնում քրեական հետապնդում հարուցելու որոշման օրինականության վերաբերյալ։ Նրա քննության առարկան եւ օբյեկտը ամբողջությամբ այլ են, բայց դա չի նշանակում, որ դատարանը չպիտի գնահատի այդ պայմաններից մեկի օրինականությունը եւ հիմա կարող է հարց առաջանա, բա լավ, եթե դատավորը տեսավ, որ հետապնդումը հարուցել է ոչ թե հսկող դատախազը, այլ վերադաս դատախազը, այս կալանքի սանկցիաների շրջանակներում ինչ պետք է անի։
հարցում արդեն պատասխան ես տվեցի, եթե դատարանը ուղղակի անմիջական դատական վերահսկողություն չի իրականացնում, ուստի նա իր որոշման եզրափակիչ մասում չի էլ գնահատելու, որ այս հետապնդում հարուցելու որոշումը համարվում է անօրինական եւ այլն։ Այդպիսի եզրահանգում ինքը չի անում, որովհետեւ նորից եմ կրկնում, իր վարույթի սահմաններից այդպիսի եզրահանգումը դուրս է։ Բայց ինքը իր որոշման պատճառաբանական մասում պետք է հիմնավորի օրինականության հետ կապված բոլոր շեղումները եւ եզրափակիչ մասում գնահատականը պետք է լինի նորից հիմնավոր կասկածի արկայության կամ բացակայության կապված հարց, այսինքն պետք է մերժվի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, ես խնդրում եմ ելի մտովի մեզ չտանենք մենք մեզ, խափենք, տանենք դեպի բովանդակային կողմ, թե հիմնավոր կասկածը մենակ առնչության հետ կապված հարցերն է։ Սա տեսական մոտեցումը, որը իմ սուբյեկտիվ մոտեցումը կարակ համարեք, բայց որպես դիրքորոշումս ավելի ամրապնդեմ, ուզում եմ բերեմ մեր վերջի տարիներին մեր բարձր դատարանների, մասնապես համանդրական դատարանի դիրքորոշումներ, որոնք որ ճիշտ է ուղիղ այս հարցին չեն վերաբերում, բայց իրավունքի զարգացման տեսանկյունից դրանք կարծում եմ կարևոր նշանակություն կարող են ունենալ։ Չգիտեմ, սլայդը խնդրել է Սերգեյն սարքել, ոնց որ տեքստը ինձ անծանոթ է, վիզուալայում չեմ կողմնորոշվում, որ դա ինչ է տեղադրված, բայց ես բովանդակային ասեմ, միգուցե դուք զուգահեռ նայեք, որտեղ խճճեց ինձ տեքստը սլայդի կառուցվածքը։ Սահմանադրական դատարանը 21 թվականի որոշումներից մեկում, սա ԲԴԽ-ի որոշումն է, այն սահմանադրական դատարանը պետք է ավելի շուտ լինի։ Սահմանադրական դատարանի իր որոշումներից մեկում որտեղ քննարկել էր քրեական օրենսգրքի սահմանադրականության հետ կապված հարցը, մի պարբերություն կա, որտեղ որ գրեթե ուղիղ, ոչ թե գրեթե ուղիղ, նշում է, որ դատարանները պետք է ստուգեն մեղադրանքի օրինականությունը, քանի որ այն 5 քրդատ օրենսգրքի, ու բերում է օրինակ։ Ասվում է, որ ենթադրենք դատարանը մեղադրանքի օրինականությունը կալանքի շրջանակներում ստուգելիս պիտի հաշվի առնի, ու օրինակն է բերվում, ու մոտ է այս բանը կամ տայք ինձ, լավ, ավելի բան չի, և ուղիղ, ես կուզեն այդ ցիտատը դուք կարդայք, բայց բանը կա, հետաքրքրողները նյութը կտանք, դուք ցիտատը ուղիղ կկարդաք, և ասում է, օրինակ, հետապնդման օրինականության հետ կապված, պետք է նայենք արդյոք, այն ժամանակ քննիչն էր որպես մեղադրյալ ներգրավում, հին օրենսգրքի տեսանկյունից, ու կոնկրետ բերում է օրինակը, արդյոք քննչական խմբի ղեկավարն է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացրել, թե ոչ, ինչից կարանք ուղիղ հասկանանք, որ Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ 21 թվականի ոնց որ բացել է այն հնարավորությունը պրակտիկ տեսանկյունից, որ կարող են հետապնդումը հարուցելու կամ նախկին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման օրինականությունը ստուգել, որտեղ ուղիղ այդ բաները տեստերը դրված էր, սուբյեկտի հետ կապված պատշաճ սուբյեկտ է, արդյոք հետը որպես մեղադրյալ ներգրավողը թե չէ, եւ փակտի մեջ բերում է քննչական խմբի հիմիկվա օրինակով դատախազական խմբի ղեկավարի օրինակը։ Իհարկե դրանից հետո ծնվավ բարձրագույն դատական խորհրդի մեկ այլ որոշում, որը որ ցավոք սրտի էականորեն նեղացրեց Սահմանադրական դատարանի որոշման կամ իրավական դիրքորոշման կիրառման ոլորտը, որովհետև հարցը վերաբերում էր նրան, երբ որ դատարաններում կալանքի քննարկման սահմաններում բարձրացվում էր, որ քննիչը, որը որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել այդ հին օրենսդրությամբ, ինքը աղաղակող աստիճանի խախտումով է այդ կայացրել։ Ինչու՞, որովհետև ինքը քննչական ենթակայության կանոնների համաձայն այդ իրավասությունը չուներ։ Սա շատ հին պատմություն ունի, իմ ուսանողները շատ են լսել պարոն Ղազարյան եւ իր հոդվածը, այդ քննչական ենթակայությունը պահելու եւ դատախազական անհնազանդությունը այդ քննչական ենթակայության նկատմամբ, որ չի պահվել հիմա նորից նոր օրենսգրքի մեջ, անընդհատ շեշտվում է, որ պահեք այդ անտեր քննչական ենթակայությունը, դա պրոստը տեխնիկական կանոն չի, դա աշխատանքի բաժանում չի, դա Սահմանության 6-րդ հոդվածից ուղիղ բխող կանոն է։ Մեր դատավորները չեն արել, վերաքննիչում Լուսինե Աբգարյանի գործով, որ կիրառել էր քննչական ենթակայության կանոնի պայման եւ ասել էր դատավոր քննիչը խախտումով արել, գնացել էին բարձրագույն դատական խորհուրդ, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի եւ բարձրագույն դատական խորհուրդը այդ որոշման մեջ էականորեն սահմանափակեց, սա համատական բանը լավ ներկայացված է, երևում է, սահմանափակեց այս հարցը, այսինքն եւ ուղիղ նշեց
իհարկե քննչական ենթակայության տեսանկյունից, բայց եթե վերացարկվենք այս բաներից, էության մեջ նույնն է, ընթացակարգային խախտումների տեսանկյունից, ասեցի դատավորը իրավունք չուներ գնահատելու քննչական ենթակայության կանոնների խախտման պարագայում մեղադրանքի օրինականություն։ Եթե այդ իրավունք չունի, ստացվում է, որ նաև եթե մյուս սուբյեկտի պատշաճ սուբյեկտի հատկանիշների տեսանկյունից ենք նայում, կարծեք թե էլի նույն տրամաբանությամբ ԲԴԽ-ն կասեր ամենայն հավանականությամբ, որ եթե որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել ոչ պատշաճ դատախազը, ասենք, վերադաս դատախազը, ապա էլի մի անդրադարձեք այդ հարցին, որովհետև դու իրավասու չէիր ոնց որ քննչական ենթակայության կանոնների պարագայում այդ հարցը քննարկեք։ Իհարկե այդ ԲԴԽ որոշումը ստորագրած դատավոր անդամները հետագայում իրանց հանրային ելույթներում, երբ որ իրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց եւ քննչական ենթակայության կանոնների աղաղակող խախտմամբ, կարծեք թե վերհիշեցին, որ գիտեք, քննչական ենթակայության կանոններ կա եւ պետքա պահպանել, հակառակ դեպքում գործը փակման կգնա, չի կարա հեռանկար ունենա։ Ուստի այս տեսակի հարցերի վերաբերյալ պետք է շատ ուշադիր լինել եւ հասկանալ, որ միջդատական վարույթում, եթե ունենք ընթացակարգային ոչ թեև եւ կամ ոչ միայն բովանդակային խախտումներ, այո, կալանքի քննության ժամանակ պետք է այդ հարցերը միանգամից չօտարենք մեզ, եթե դրանք ակնառու են, եթե դրանք հնարավոր է ուսումնասիրել փոքր վարույթի սահմաններում առանց ընդհանուր նախաքննության նյութերը ուսումնասիրելու, ապա ես չեմ կարծում, որ կա որևէ տրամաբանական իրավական հիմք պնդելու, որ դատարանը միջդատական վարույթում չպիտի ստուգի քրեական հետապնդման ընթացակարգային օրինականություն։ Ուստի եզրահանգումս նա է, որ նույնիսկ ԲԴԽ-ն սահմանափակել է իհարկե մի փոքր այլ կոնտեքստում, բայց ես առաջարկում եմ ավելի մանրամասն ուսումնասիրել սահմանադրական դատարանի այդ որոշումը, այդ իրավական դիրքորոշումը եւ հասկանալ, որ արդեն իսկ մենք ունենք որոշակի իրավական հիմքեր մեր դատավորները, որ կարող են բացի դոկտրինալ նախադրյալներից, նաեւ դրա հիման վրա անդրադառնալ այդ հարցերին, դա էականորեն կբարձրացնի մեր արդարադատության որակը եւ պետք չի այդ մոտեցումից վախենալ։ Ուղղակի այդ կարծրատիպից, որ որպես նեղադրյալ ներգրավելու որոշումը դա միջդատական վարույթում չենք կապնում դրան, որովհետեւ դատարանում պիտի քննարկենք, այդ մոտեցումը հոգեբանորեն պետք է հաղթահարենք։ Շնորհակալություն ուշադրության համար։